Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մարտի 28-ն է 2026 թվական։ Հայկի աշխարհաքաղաքական տարածաշրջանային շատ թեմաներ կան, բայց շատ դեպքերում ինձ ասում են տեղից էլ մեդիա ռեսուրս չունեք, հազիվ կարողանում եք ձեր նյութերը ներկայացնել, բոլորը առավոտից երեկո ողողել են ընտրությունների թեմաներով ամբողջ համացանցը, դուք շատ քիչ եք խոսում դրա մասին։ Բայց այն, որ խոսում ենք աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային իրավիճակի մասին, բա դա ընտրության մասին չի, ոչ թե առաջիկա ընտրությունների, այլ ընտրության, մեր պետության, մեր ազգի ընտրության մասին է։ Հիմա պարզաբանեմ դա, նոր անցնեմ նյութերը ներկայացնելուն։ Հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները, եթե կանգներ Եվրոպայի կողքը եւ շարունակեր Ռուսաստանին տանել դեպի ռազմավարական պարտության, աշխարհը կլներ միանգամայն այլ։ Ինչու եմ ասում ռազմավարական պարտություն, որովհետև Ռուսաստանն է ներխուժել Ուկրաինայի տարածք, եթե ինքը դուրս գա, կարող է շատերն ասեն դե պարտությունը որն է, ինքը հարձակվեց, ինքը հետ եկավ։ Դրա համար ամնադնենք ռազմավարական պարտություն, թե բոլորս էլ հասկանում ենք, որ այդ դեպքում դա կլներ պարտություն։ Դա միասնական հավաքական արևմուտքն էր, պայքարում էր ագրեսորի դեմ, Հնդկաստանը շատ զգուշ էր, Չինաստանը նույնպես։ Հա, Չինաստանը շատ լավ էլ Ռուսաստանից ինչ պետք է օգտվում էր, բայց ագրեսիվ ձևով չէր պաշտպանում Ռուսաստանին, մտածելով, որ եթե Ռուսաստանին պարտության մատնեն, հաջորդը ինքն է։ Ինչ իմաստ ունի, եթե ինքը կարող է լավ հարաբերություններ ունենալ Միացյալ Նահանգների հետ։ Հա, բայց այս պարագայում, երբ որ ստացվում է այնպես, որ Դոնալդ Տրամփը փոխանակ ասենք Ուկրաինային օգներ միջև վերջ, սկսեց առևտրի մեջ մտնել Ռուսաստանի հետ, նույնիսկ այդ առևտուրը, որ Ռուսաստանն ագրեսոր չի, նույնիսկ այդ առևտուրը, որ գնանք գործարքի, էս անենք, այն անենք, ճնշում գործադրենք Ուկրաինայի վրա, դա արդեն թուլացրեց դիրքերը հավաքական արևմուտքի։ Բայց դրանից բացի, հիմա տեսեք, Իրանի հետ կապված, երբ որ ինքը քայլ արեց Դոնալդ Տրամփը, եւ այս պարագայում ինքը չկարողացավ շեշտակի այդ հարցը լուծել, ոնց որ կարծում էր պիտի Վենեսուելայում լուծի։ Հիմա խնդիրն ինչու՞մ է։ Խնդիրը այսինքն հիմա արդեն այն, որ Ուկրաինային ինքը զենք էր տալիս, ուկրաինացիները իրանց կռվով այդ զենքի հեղինակությունը բարձրացրեցին, շատերը հրաժարվում էին ռուսական զենքերից եւ որպեսի գնեն Ամերիկայից։ Իսկ հիմա գնացին իրանք Մերձավոր Արևելքում խայտառակ եղան, լա մի հատ հարցրեք, նորից շուռ են եկել ռուսական զենքեր են առնում։ Անկամ Հնդկաստանն է դիմում Ռուսաստանին։ Արդեն Հնդկաստանը չի վախենում նավթ վաճառի, Ռուսաստանից նավթ գնի, որտեվ չի վախենում Դոնալդ Տրամփից։ Չինաստանը նույնպես չի վախենում։ Որտեվ ասես դու Իրանի հարցը չես կարողանում լուծես, դու ով ես, որ արդեն մեր դեմ պահանջներ ներկայացնես։ Եվ այս պարագայում դուք պատկերացրեք հանկարծ գործարքի գնա Իրանի հետ գործարքի գնա, որի արդյունքում ինքը մեր տարածաշրջանից հետ է քաշվում։ Դուք պատկերացնում եք ինչ կարող ալնել։ Այսինքն մեր այդ ամբողջ պատկերացումները Ամերիկայի հետ հարաբերություններ, թրիպ եւ այլ, Իրանն ասում է, գիտես, այս կոմերը չերևակ։ Վերջ։ Ինչ դուրս չի գալիս դա։ Եթե հանկարծ Ամերիկան էլ ընդեղից ասի, չէ, պետք է շարունակենք, Իրանն ասի, չէ, մենք Իրանի հետ խնդիր ունենանք, կմտնի Հայաստանի տարածք։ Մանավանդ եթե Ամերիկան հետ է քաշվի։ Բա դա չի մեր ընտրությունը, որ հասկանանք, որ գոնե կոմպրոմիսային տարբերակը մեզ համար, այն էլ ոչ թե իրավիճակային, մենակ այս հարցի հետ կապված, այլ առհասարակ մեր երկրի անվտանգությունը։ Եթե մենք այդ դեպքում Իրանին ասում ենք, դու մեր բարեկամ պետությունն ես, մենք քո հետ ի՞նչ խնդիր ունենք, բայց մենք ցանկանում ենք լինել Եվրամիության անդամ, իսկ Եվրամիության հետ դու որևէ խնդիր չունես։ Նույնիսկ եթե այդ երկրների բազաները տարբեր ճնշումներով Դոնալդ Տրամփը օգտագործել միևնույնն է այդ երկրները չներքաշվեցին քու դեմ պատերազմի, դու Եվրամիության հետ որևէ խնդիր չունես։ Իսկ մենք պատկերացնում ենք մեր տնտեսական հարաբերությունները Եվրամիության հետ։ Իսկ դու ինչ խնդրեմ ունես, եթե Հայաստանը քեզ համար կամուրջ լինի, դարպաս լինի դեպի Եվրամիություն։ Գաս Հայաստանով, Վրաստանով անցնես։ Ոչ բոլոր կոմունիկացիոն հնարավորություններն է Իրանի համար հարմար, որ նա գնա Թուրքիայով անցնի, գնա Եվրոպա։
Եվ այս մանավանդ որ Ռուսաստանի հետ էլ խնդիր չես ունենա, Հայաստանի տարածքով Վրաստանով Ռուսաստան էլ կգնաս, Ադրբեջանի տարածքով էլ Ռուսաստան կգնաս, որևէ ձևով Հայաստանի եվրոպական անդամակցությունը քեզ համար խնդիր չի առաջացնում, ընդհակառակը դարպաս է բացում քո առաջ։ Եվ այո, մենք պետք է ասենք, որ մենք նաև ուզում ենք լինել ՆԱՏՕ-ի անդամ, հաստատ իմանալով, որ Իրանը դրան դեմ է ելնելու։ Բանակցային սեղանին ինչ են գնելու։ Եթե բանակցային սեղանի ոչ մի բան չես դնում, նախապես զիջած գնում նստում ես, ով պետք է մի բան ավել քեզ դի զիջման տանի։ Գնում ասում ես մեր անվտանգությունն էլ տենում եք իշխառը տեղա ՆԱՏՕ-ին ենք վստահ։ Ասում չէ ՆԱՏՕ-ն դիստեղ չերևա, որտեղ Ամերիկան ՆԱՏՕ-ի թիվ 1 դերակատարն է։ Դե ասում ենք եղավ, դե այդ դեպքում գոնե Եվրամիության հետ անվտանգային համակարգերը պետք է քննարկենք, այնպիսի բարեկամ երկրների հետ պայմանավորվենք, որ մեր անվտանգությունը պահենք։ Եթե մենք լինում ենք Եվրամիության անդամ եւ մեր անվտանգությունը Եվրոպան մեզ խոստանում է ու դա չի ասոցացվում ՆԱՏՕ-ի հետ, լավ, համաձայնենք այդ զիջումների էլ գնանք։ Իսկ ինչա, մենք չենք գտնում, որ հիմա Եվրոպան իր անվտանգության հարցերը լուծում է։ Եվ դա լրիվ մեզ կբավարարի, առավել ևս Եվրամիության հետ գործընկերության դեպքում ագրեսիվ քայլեր չի անի ոչ Թուրքիան, որովհետև ինքը երազում է Եվրամիության անդամ դառնա, դռների տակ կանգնած է տարիներով։ Եվ բացի դրանից Եվրամիության մաքսային միության անդամ է։ Ադրբեջանը չի ուզում Եվրոպայի հետ լավ լինի, երազում է, որ նրա հետ նորմալ առևտուր անի։ Այսինքն բոլորի շահերից է բխում, որ դա տեղի ունենա։ Բա դա ընտրության թեմա չի, ժողովուրդ ջան։ Դուք ուզում եք, որ ասենք հենց գանք իշխանության, պետք է 100 անգամ բարձրացնենք ձեր աշխատավարձը, 148.5 անգամ էլ թոշակը, բայց մի խնդիր կա։ Մենք բացի որ դուք մեր սիրելի հայրենակիցներն եք, նաև մենք հարգում ենք ձեզ։ Չենք կարող ձեզ խաբել։ Մենք ընդհանրապես մի բան ենք ասում, նայեք բարեկեցության մակարդակը եվրոպական երկրների եւ նայեք բարեկեցության մակարդակը Ռուսաստանի ազդեցության երկրների ու Ռուսաստանի։ Այդ դա է։ Հենց ընկար ճանապարհ, քայլ առ քայլ դու գնում ես դեպի այդ բարեկեցության։ Այնպես չի որ 20 տարի հետո ես դրան հասնելու։ Ամեն օր ես այդ ճանապարհով գնում ու դրան հասնում։ Բայց սա է։ Բա մենք եթե խոսում ենք ժողովրդավարություն, բարեկեցություն, անվտանգություն, այդ 3 կոմպոնենտից մեկն էլ պակաս եղավ, չի ստացվելու Հայաստանի պարագայում։ Հայաստանը նավթ չունի, գազ չունի, որ անգամ թագավորությունը լինի, ասես դե ինչ պրոբլեմա որ թագավորը երկիրն է կկտակի իր երեխային, նորմալ կպահի երկիրը որ երեխային տա։ Մենք չունենք դա։ Մենք չենք ունենա բարեկեցություն առանց ժողովրդավարության։ Ժողովրդավարության մեջ մտնում ամեն ինչ, մարդու իրավունքներ, հիմնարար ազատություններ, խոսքի ազատություն, մտքի ազատություն, անկախ դատարաններ, բարենպաստ ներդրումային միջավայր։ Բայց ամեն ինչն է հենց հանգեցնում դրան։ Առանց ժողովրդավարության մեր կարգի երկրում դու բարեկեցություն չես ունենա։ Առանց անվտանգության դու բարեկեցությունը չես կարող պահել ու քո ժողովրդավարությունը չես կարող պահել։ Իսկ անվտանգությունը եւ պաշտպանական համակարգն է եւ այն արտաքին քաղաքականությունը, որը քեզ հնարավորություն կտա, որ դու այնպիսի գործընկերներ ունենաս, որի պարագայում դու անվտանգ երկիր լինես։ Այո, մենք Շվեյցարիայի տեղը չենք, որ ասենք դե մենք կարանք ընդհանրապես բանակի ուղղությամբ չմտածենք, դե ով պետք է մեզ նեղություն տա որ։ Չէ, մենք պետք է մտածենք։ Ու առավել եւս մենք պետք է տեսնենք, որ այն նվազագույն քանակը, որը որ նույնիսկ ունենանք, որ ասում եք մեր հարկառակորդները անգամներով մեզանից տարբերվում են։ Ինչը Ռուսաստանին անգամներով Ուկրաինայի չէր տարբերվում, բայց մարդիկ կռվեցին, չէ՞։ Կռվում են, չէ՞։ Ինչը Ամերիկայի Միացյալ Նահանգներ գումարած Իսրայել Իրանից չի տարբերվում, բայց կռվում է, չէ՞, պաշտպանում է, որ նստես բանակցային սեղանի։ Գոնե նվազագույնը պետք է ունենաս, որ պարտադրես, որ քո այդ բանակցային սեղանին նստեն։ Իսկ Ադրբեջանի նախագահը մի բան գիտի։ Ինքը ռիսկի չի դիմելու իր պաշտոնը։ Ինքը թագավոր է, հորից ժառանգություն է ստացել այդ երկիրը։ Ու նա գիտի երկրի ներսում ինչքան ուժեր կան, որոնք կցանկանան Ալիևին տապալել։ Բացի այդ, որ բազմազգ պետություն է, մենակ այդ առումով չէ։ Նավթագազային երկիր է, ՆԱՏՕ-ի անդամ չի, հա գործընկեր է Թուրքիայի հետ։ Բայց ներսից, երբ որ մեկը իշխանությունը վերցնի, Թուրքիան պետք է դեմը լինի, իր համար ինչ տարբերություն Ալիևն է, թե մի ուրիշն է։ Այսինքն ինքը գործնականում ամենաթույլ պետությունն է, ամենամեծ հնարավորություններ ունեցողներից մեկը։
Այդ պարագայում ինչի ռիսկի դիմի Ալիևը պատերազմի մեջ մտնի մի քանի կիլոմետր առաջ գա, որի պարագայում ինքը իշխանությունը կորցնի, ներքին ցնցումներ առաջանա։ Նա պետք է 100%-ով վստահ լինի, որ աղոհացով պետք է իրան դիմավորեն, որ այդ ժամանակ նոր պատերազմի մեջ մտնի։ Բայց երբ որ տեսնի Հայաստանը դիմադրելու է, Հայաստանի ժողովուրդը դիմադրողականությունը պահել է, մարտունակությունը պահել է, հասարակությունը, արդյունքում նաև բանակը։ Դա գլխի ձեռ չի վերցրել կտակ ստացած պետությունը ձեռից կորցնի, ինչի համար։ Շահի պես ապրում է մինչև կյանքի վերջ, հետո էլ իր ընտանիքի մի անդամի կհանձնի։ Այսինքն դա պետք է հասկանա, որ Հայաստանը չի կարելի կռվել։ Բայց որ դեպքում կհասկանա, որ ժողովրդին չկոտրեն, ասեն խաղաղություն, չխոսակ։ Այդ ամեն ինչը չանեք։ Տեսակ Իրանի հետ կապված դաշներից առաջ է։ Այդ ամեն ինչը պատկերացրեցի։ Իսկ մեր մոտ հիմա բացի դրանից նաև ինչ ենք նայում։ Եթե Նիկոլ Փաշինյանը չլինի, երկիրը կվերանա։ Այն մյուս կողմն էլ ասում է, եթե Սամվել Կարապետյանը պետք է գա, որ երկիրը փրկի, թե չէ Սամվել Կարապետյանը չեկավ, Նիկոլ Փաշինյանը երկիրը կվերացնի։ Այսինքն երկու փրկիչ են եկել, կռվում են, ով պետք է լինի, որ մյուսը երկիրը չվերացնի։ Ձեր աչքի առաջ տոտալիտար Իրանում հոգևոր առաջնորդին սպանեցին, երկիրը չքանդվեց, կառավարման համակարգը չփլուզվեց։ Տոտալիտար երկրում ձեզ էզոր համոզել են, որ եթե Նիկոլ Փաշինյանը չլինի, երկիրը կքանդվի, այսինքն ուզում եք ասեք, որ եթե որևէ մեկը ուզենա Հայաստանը պարալիզի, Նիկոլ Փաշինյանի շարքից հանումա Հայաստանը պարալիզվում, ինչ ժողովրդավարության մասին ենք խոսում, եթե ինստիտուցիոնալ չի էս իշխանությունը, որը կախված է մեկ մարդու անձից, 8 տարի հետո մեկ մարդու անձից է կախված։ Դա հենց առաջ էլ Սերժ Սարգսյանի ժամանակ էլ էլի մեկ մարդու։ Դա հենց առաջ է Քոչարյանի ժամանակ էլի մեկ մարդու։ Սա ենք ուզում, այս ճանապարհով ենք ուզում գնանք։ Եվ դրա համար նույնիսկ ես զարմանում եմ, որ մարդիկ են ելնում, որոնք որ համ իրանց համակրանքը Ուկրաինայի կողմն է, ակնհայտորեն գիտեք իմնել, որովհետև դա Հայաստանի շահերից է բխում։ Որովհետև եթե Ուկրաինային պաշտպանեն հավաքական արևմուտքը, մենք պետք է ասենք մի օկուպանտ էլ էս Ադրբեջանն է, մտել է մեր տարածքը դուրս չի գալի։ Դուք ուժով պաշտպանեք թույլի իրավունքը, ագրեսորին զսպեք, իհարկե դա մեր շահերից է բխում։ Բայց եթե Ամերիկային ու Իսրայելին չհաջողվեց տապալել կառավարման համակարգը Իրանում եւ այդ պատերազմը շատ արագ հաղթել։ Նրանք շատ գլոբալ սխալ թույլ տվեցին նաեւ մեր նման պետության շահերից ելնելով, որտեղ եթե դուք այդ խնդիրը չլուծեցիք, դուք հիմա դրանից հետո տարածաշրջանը թողնում եք Իրանին, բա մենք ո՞նց ենք արևմուտքի հետ նորմալ հարաբերվելու։ Այսինքն ինձ համար շատ տարօրինակ է, որ մարդիկ կան միաժամանակ համ Ուկրաինայի շահերից են խոսում, համ Իսրայելի, դրանք իրար հակասող շահեր են այսօր։ Կարող է ձեզ թվացել է 3 չեն հակասում, առաջ օրը չեն հակասում։ Այսօր դրանք տրամագծորեն հակասում են, որովհետև Իսրայելի քայլերի պատճառով, որի մեջ ներքաշվեց Ամերիկան, Ամերիկայի Միացյալ Նահանգները զենքը չի տալիս Ուկրաինային։ Այդ Ուկրաինան ստիպված է գնում արաբական երկրներին օգնի իր վրա հարված վերցնելով, որովհետև Իրանը արդեն լեգիտիմ թիրախ է համարում նաև Ուկրաինային։ Դա լավ օրից չի գալիս, որ այդ խնդիրները առաջացել է։ Եթե Իսրայելը կարողանար Իրանում տապալեր, ես այդ մարդկանց կհասկանայի, որ կասեր, հա տեսակ մի Իրանն էլ դառավ արևմտամետ երկիր, Հայաստանի համար դա օգուտ էր, բայց դա տեղի չի ունեցել։ Ձգձգվելու ժամանակ արդեն վտանգում են Ուկրաինայի անվտանգությունը։ Ընդհանրապես գլոբալ առումով այդ ագրեսիայով իրանք վտանգում են Ուկրաինայի անվտանգությունը։ Ես դրա համար, եթե դա ասեն սովորական մարդիկ մտածեին, որ բանը ես կհասկանայի, բայց երբ որ փորձառու մարդիկ են խոսում, որ այսինքն այդ երկուսը իրար հետ կապված է, այդ երկուսը այս պահին կապված չի, լրիվ հակառակ գործողությունն է կատարվում։ Կապված կլեր, եթե փետրվարի 28-ին իրանց հաջողվեր տապալել իշխանությունը Իրանում։ Իսկ հիմա դուք պատկերացնում եք հաջորդ քայլը ինչ ալնելու։ Ամերիկան հետ քաշվեց, Ամերիկայի դեմ գլուխ բարձրացրեց Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան եւ Իրան, Հայաստանն էլ ի՞նչն է բալանսավորելու, ում հետ է բալանսավորելու, բոլորին հայ են ասել։ Բայց դրա համար իրանք ոչ մի բան ծպտուն չեն հանում, ոչ այս իշխանությունը, ոչ էլ ռուսամետ ընդդիմությունը, ինչի չեն արտաքին քաղաքական բաներից խոսում։ Աշխարհում օրը մի քանի հայտարարություն են անում տարբեր պաշտոնյաներ, բոլորը ես ձեզ ներկայացնում եմ։ Բայց հենց հարցը նա է, որ ասում են, որ ժողովուրդ ջան, դե տեսեք ինչա կատարվում։ Որ իմանաք ինչա, այսինքն ամբողջ աշխարհին հետաքրքրում է մեր հարևանի մոտ ինչ ալում, բացի Հայաստանից, Հայաստանի քաղաքական ուժերից,
որ ամեն օր կարող է իրավիճակ փոխվի նաև մեր երկրի ներսի հետ կապված, ինչպիսի ռազմաքաղաքական եւ տնտեսական տիրույթում կլնես, ինչպիսի գործընկերներ ու բարեկամներ կունենաս, դա պայմանավորված է այս պատերազմի արդյունքով, դա պայմանավորված է Ուկրաինայի պատերազմի արդյունքով։ Բա ընտրությունը ո՞րն է, ժողովուրդ ջան։ Դրա համար հիշացնեմ ուղղակի, եթե հավանում եք սեղմ 1 լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմ 1 զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, ձեր մոդիկների միջոցով տարածեք, շատերը ինձ գրում են, ասում են մեր բոլոր ծանոթներին ուղարկում ենք, շատ ճիշտ եք անում, դրանով շատ օգտակար գործ եք անում, զանգեք մարդկանց ասեք, հատկապես երիտասարդությանն ասեք, որ այսօր ձեր ապագայի հարցն է լուծվում, այս մարդիկ ուզում են կյանքի կոչեն իրենց ծրագիրը, կյանքի կոչեն ձեր ծրագիրը, ձեր երեխաների ապագայի ծրագիրը, ոնց կարող է պատահի այսօր մարդը իր ապագայի նկատմամբ անտարբերելի, շարժիչ ուժը երիտասարդությունն է, բա ձեզ չի հետաքրքրում վաղը մյուս օրը ինչ համակարգում եք ապրելու, որտեղ եք ելնելու։ Ժամանակին տոտալիտար խորհրդային միությունում երկաթյա վարագույրի պարագայում մենք մտածում էինք, թե որ նենց էին ցույց տալիս, որ խորհրդային միությունից են կողմ էլ կյանք չկա, հետա, վերջ։ Մենք մտածում ենք հասցնենք այդ ժամին տանը ելնենք, Ամերիկայի ձայն լսենք, Ազատություն լսենք, Նեմեցկայա վալնա լսենք։ Այն վեվ ռադիոընթունիչ կար վեվ 12, դա հազիվ սենց բռնում էին, խառնում էին, խանգարում էին, հետո արդեն վեվ 202-ը որ դուս եկավ, թե դա արդեն վերջի խոսքներ, կարողանում էինք հազիվ լսենք աշխարհում ինչա կատարվում։ Ինչ եք կարծում, եթե երիտասարդ ժամանակ հետաքրքրված չլնենք, 60 տարեկանից հետո պիտի սկսեի հետաքրքրվել ինչա կատարվում։ Բայց հետաքրքրությունը այն ժամանակից է եկել, մեր երկրի ապագայի մասին մտածելուց է եկել։ Այսօրվա երիտասարդը, որ այսօր կարող է Հայաստանում նստի աշխարհում ցանկացած գործ անի, երկաթյա վարագույր չէ, ստեղից դրսում բիզնես են աշխատացնում, դասընթացներ են անցնում, հեռավար կարգով, դիպլոմ են ստանում, դրսում աշխատում են ստեղի հիմնարկի համար, օրերով, ամիսներով դրսում են ելնում, փորձը ուսումնասիրում են եւ աշխատում են ստեղի հետ կապված, այսպես փոխկապակցված աշխարհում կարելի է թողել, որ այս երկիրը մնա Ռուսաստանի ազդեցության տակ, ժողովուրդ ջան։ Դրա համար, եթե հասկանում եք, որ ինչքան կարևոր է նաև ալիքի հետ կապված, եթե նրանք ովքեր ցանկություն կունենան աջակցելու նկարագրական մասում բոլոր տարբերակները կա, արագ փոխանցման, բանկային եւ այլ քարտային բոլորը, բացի դա շատ կարևոր է, որ դուք անպայման եթե ցանկություն եք կապ հաստատեք կուսակցության հետ, Հայաստանի Շնորհապետական կուսակցության Գուրգեն Սիմոնյանի հետ, այդ կազմակերպական հազար ու մի հարցեր կա, եթե դրանով կարողանաք օգտակար լինեք, դա շատ կարևոր է։ Այո, մեկ անգամ եւս ասեմ, թե ալիքը, թե կուսակցությունը, թե ընտրությունները, ամեն ինչը մեր ուժերով անում ենք այսպես թե այնպես։ Ավելի որակով անելու մասին է խոսքը, մանավանդ տեսնում եք, որ 1000 անգամ ավել ռեսուրսներ դնողների հետ ենք պայքարում մի փոքր ռեսուրսով։ Այսինքն ինչքանով կարողանանք ավելի արդյունավետ լինել, այնքան ավելի լավ։ Դրա համար կարող եք կապվել նաև գրասենյակի հետ կուսակցության Գուրգեն Սիմոնյանի հետ, նրան առաջարկեք, ինչով կարող եք օգտակար լինել, առավելևս գժվացնում են մեզ, այս միլիարդները sense հոսում է փողոցում, մեզ ասում են, բա դուք որտեղից, բա դուք ինչ, ձեր միջոցով, ժողովուրդ ջան, հանգստացեք, ձեր աջակցության միջոցով ամեն ինչ կատարվում։ Հիմա ասենք առաջ ու տեսնեք, թե ինչպիսի խնդիրներ ունենք, որ պատկերացնենք, որ սա հենց մեր ընտրությունն է, ժողովուրդ ջան։ Այն ինչ որ մենք այսօր որոշենք, ոչ թե մարդկանց ուղեղը հալեն, ասեն հեսա մենք եկել ենք, որ մենք փրկենք։ Ինչ ասում, բանը նրանք ստիպված կլինեն բացել Թրամփի նեղուցը, կներեք, Օրմուզի, ասել է ԱՄՆ նախագահը, ժպտալով եւ վրիպակն անվանելով սարսափելի սխալ։ ԶԼՄ-ները հիմա կգրեն, նա պատահաբար ասել է. ոչ, ինձ հետ պատահականություններ չեն լինում, հավելել է Թրամփը։ Դուք պատկերացնում եք, ասենք աշխարհի թիվ 1 գերտերության առաջի դեմքը ուշտումիտքը իր անունը որտեղ գրի։ Մթամետա թրիփը հետա կոտորեցի կանելով, արդեն անմիջապես ժամ առաջ Նիկոլ Փաշինյանը ասեց, որ դե թրիփի մասին այս պահին մոռացեք Ամերիկայի գլուխը խառնա, ու դուք հասկանում եք, չէ, որ դա չէր վերաբերվում միայն ուղակի Ամերիկայի գլուխը խառնա, լավ եք հասկանում, որ Իրանից ասել են բախտներդ չփորձեք։ Այն ինչի մասին, որ հրապարակային ասում ենք, որ իմացեք Իրանը դրան դեմ է ալնելու։ Մենք եթե
հարաբերությունները չկարգավորվեց Ամերիկան, իրան ոչ մի բան չի լինելու։ Իսկ դրա հետ կապված ինչ ոսկե սարեր ու անդնդախոր կիրճեր էին խոստացել ժողովրդին։ Տեսնում եք։ Հիմա էլ արդեն ուշտու միտքը հմել Օրմուզի նեղուցը դնի իր անունով։ Էլ փողի վրա ստորագրի, էլ չգիտես անունը ստեղ դնի, էլ չգիտես անունը ընդեղ դնի, վայ Տեր Աստված։ Ես իմիջայց ասեմ, էլի խորհրդային միությունից նաև զզված ենք եղել, որովհետև Լեոնիդ Իլիչ Բրեժնևի լճացման տարիներ ենք տեսել։ Ինձ թվում է, ինձ հետ ինչ որ պատմություն եւ ասում են դեժավյու է դա։ Ինձ թվում է, որ արդեն Ամերիկայում Լեոնիդ Իլիչ Բրեժնևը վերակենդանացել է։ Ամենտեղ իր անունը, այնտեղ մի հատ արցան դնեն իր անունով, մի հատ մեդալ դնեն դոշին։ Ժորժան, այդ ապրել ենք դրանից ենք զզվել։ Միջև իմ այդ զզվանքը մեր մեջից չի անցնում։ Մենք այդ փրկությունը տեսել ենք Ամերիկայով, Եվրոպայով։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է. Իսրայելը հարձակվել է Իրանի երկու խոշորագույն փոխպատաձուլական գործարանների, էլեկտրակայանի, ինչպես նաև միջուկային օբյեկտների եւ այլ ենթակառուցվածքների վրա։ Իսրայելը պնդում է, որ գործերը ԱՄՆ-ի հետ համաձայնեցված։ Այս հարձակումը խախտում է ԱՄՆ նախագահի կողմից սահմանված դիվանագիտության երկարաձգված վերջնաժամկետը։ Իրանը կստիպի Իսրայելին բարձր գին վճարել իր հանցագործությունների համար։ Հիմա դուք տեսնում եք, որ Իրանը գնում է զիջումների։ Տես բան նկատում եք։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեղադրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին։ Զելենսկին ստում է, երբ պնդում է, որ Ուկրաինայի համար ԱՄՆ անվտանգության երաշխիքները կախված են Դոնբասից, Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումից։ Դա սուտ է, շատ ցավալի է, որ նա դա ասել է Ռուբիոն։ Պետքարտուղարը հավելել է, որ ԱՄՆ-ն բացատրել է Ռուսաստանի դիրքորոշումը Դոնբասի հարցում Ուկրաինայի եւ այժմ ընտրությունը Կիևինն է։ Եթե նրանք պատրաստ չեն որոշակի որոշումներ եւ զիջումներ անել, պատերազմը կշարունակվի։ Բայց այնտեղ խնդիրը նա է, որ ասում է զենք չենք տա, այդ զենքը տեղափոխելու ենք Մերձավոր Արևելք։ Բայց այդ ամենը չգիտենք ինչ եք ասում։ Ասում եք, եթե չես ուզում զիջես, պատերազմը շարունակի, բայց զենք չենք տալու։ Անկամ Եվրոպայի տված փողով զենքը չենք տալու, որովհետեւ ուղարկելու ենք Մերձավոր Արևելք։ Էլ ստելը ո՞րն էր։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Արաբական Միացյալ Էմիրություններում ԱԹՍ-ների դեմ պայքարի համակարգերի Պաղեստին հասցված հարվածի հետևանքով հավանաբար Ուկրաինայի 21 քաղաքացի է զոհվել։ Սա լավ օրից չի գալիս, չէ՞ որ ուկրաինացիները գնացել են, որ օգնեն Արաբական Միացյալ Էմիրություններին, որոնք պաշտպանվեն իրանական ԱԹՍ-ներից։ Որովհետև Ուկրաինան պետք է օգնի Իրանի դեմ պայքարում, որովհետև Իրանը օգնում է Ռուսաստանին Ուկրաինայի տներն ավիրելու է, դա միանգամայն հասկանալի է, բայց հիմա ինչքան ռիսկի առաջ է կանգնած Ուկրաինան։ Ինքը օգնում է արաբական երկրներին, որ պաշտպանվեն Իրանից։ Այդ ընթացքում Ամերիկան Ուկրաինայի զենքը չի տալիս, եւ Ուկրաինան հայտնվում է թիրախ նաեւ Իրանի համար։ Բայց էինք ասում, որ այս պատերազմը հաստատ չի բխում ոչ միայն Ուկրաինայի շահից, այլ նաեւ աշխարհաքաղաքական գլոբալ շահերից, այլ նաեւ առաջին հերթին, եթե մենք խոսում ենք Հայաստանի շահերից։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը կոչ է արել Մերձավոր Արևելքի երկրներին թույլ չտալ իրենց տարածքներից Իրանի վրա հարձակումները սեփական անվտանգության համար։ Ցավալի է, որ որոշ մուսուլմանական երկրների տարածքներն օգտագործվում են Իրանի վրա հարձակվելու համար։ Ես դիմում եմ տարածաշրջանի երկրներին, եթե դուք ցանկանում եք զարգացում եւ անվտանգություն, ապա թույլ մի տվեք, որ մեր թշնամիները պատերազմ սկսեն ձեր տարածքներից։ Նախագահը հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է պատերազմը տարածել տարածաշրջանի երկրների վրա եւ նշել, որ այդ երկրները պետք է զգույշ լինեն։ Իդեպ սա էլ է մեզ համար զգուշավորության հարց, Հայաստանը չի համաձայնվի մեր տարածքը օգտագործեն Իրանի վրա հարձակվելու, բայց եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշակի զինվորականներ գան, մնան դեսպանատանական որևէ տեղ, նրանք դառնում են թիրախ, շատ լավ է նրանց հետախուզությունն աշխատում է Իրանի։ Այսինքն մենք դրանից է պետք է զգուշ լինենք, որովհետեւ ինչի մեր իշխանությունները հապշտապ սկսեցին ասել, որ ժողովուրդ ջան հանգստացեք, ամերիկյան զորք չի մտնելու մեր տարածք, որտեվ դա էլ էր կատեգորիկ Իրանը դրել իրանց առաջ, հանկարծ չփորձեք։ Հիմա որևէ ձևով անգամ մի հատ խմբակ չի կարող մտնի Հայաստան, Իրանը դա ֆիքսեց, դառնալու ենք թիրախ։ Իրանը չի սկսում կանխարգելիչ հարվածներ Մերձավոր Արևելքի երկրների դեմ, բայց վճռականորեն կարձագանքի, եթե մեր ենթակառուցվածքները կամ տնտեսական կենտրոնները թիրախավորվեն, գրել է Փեզեշքյանը։
Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ բանակցությունների հարցին, Իրանի նախագահը նշել է. «Մենք երկու անգամ հարձակման ենք ենթարկվել բանակցությունների ընթացքում և հիմա մենք ականատես ենք լինում էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորմանը։ Չնայած Վաշինգտոնի խոստումներին, ենթակառուցվածքների ռմբակոծումը և իրանցի գործիչների սպանությունը ցույց են տալիս, որ ագրեսորներին չի կարելի վստահել», ասել է Փեզեշքյանը։ Հիմա դուք տեսնում եք այդ լարվածությունը, որը վերաբերում է տարածաշրջանի բոլոր երկրներին։ Վերաբերում է նաև մեզ, ուղղակի մենք մի կողմ քաշված ենք, ձեններս դուրս չի գալի։ Բայց դա չի նշանակում, որ եթե մեր ձենը դուրս չի գալի, եթե իրանք ուզենան ինչ-որ մի հատ պրովոկացիա անեն, չեն անի։ Բարեբախտաբար հիմա ասում են, դե լավ, թող իրանք իրանց գործով զբաղեն, մենք գլուխներս խառնա։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է. «Ես հիմք ունեմ կարծելու, հատկապես մեր դաշնակիցներից ստացած տեղեկատվության հիման վրա, որ դժվար է ակնկալել, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանա առաջիկա օրերին, ընդհակառակը առաջիկա օրերն ու շաբաթները կարող են հանգեցնել սրացման»։ Սա Լեհաստանի վարչապետի կարծիքը, որ չի տեսնում, որ հանգուցալուծման հնարավորություն կա Ամերիկայի և Իսրայելի կողմից։ Այդքան խփում են, ոչ մի հարց չեն լուծում։ Իսկ դրա վտանգը արդեն ասեցինք, դա ես չեմ խոսում տնտեսականը, որ որոշակի խնդիրներ առաջանում, հիմա էլ առաջանում Իրանի հետ կապված այս լարվածության ֆոնին։ Ես խոսում եմ ավելի գլոբալ հարցերի հետ կապված, որ մի օր կկանգնենք փաստի առաջ, կասենք, բայ մեզանից էլ ոչ մի բան կախված չէր, բա մենք ինչ ենք անելու։ Խաթամ ալ-Անբինա կենտրոնական հրամանատարական շտաբի ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին հայտարարել է. «Իդեպ նայում եք, չէ, ասեք մի օրվա մեջ քանի տարբեր հայտարարություններ ալնում։ Այս աշճանի լարվածությունն է, այդ բոլորը ծանոթանալու նաև իմաստ ունի պատկերացնել լարվածության մակարդակը, իսկ Հայաստանի ծպտուն լսում եք, բացի այնտեղ ուժեղ խաղաղություն, մեկ է սովորական սրտիկով խաղաղություն, ուրիշ բան լսում եք»։ Շտաբի ներկայացուցիչը հայտարարել է. «Իրանը հարձակվել է Դուբայում ամերիկացի զինվորականների տեղակայման վայրերի վրա»։ Այս սրա մասին է ասում, որ եթե Հայաստանում տեղակայվեն, մերոնք հորից չեն անելու, ասեն ամերիկացի չգա, բայց ասել է ինչ է, թրիփի հետ կապված կարող է գան գործեր ունեն անելու, հետո արագ ասին, չէ, հիմա դրա ժամանակը չի, հանկարծ թիրախ չդառնան։ Անցած ժամերի ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերի քաջարի մարտիկների կողմից հայտնաբերվել է հրթիռներով ու թիրախային ԱԹՍ-ներով հարվածների են ենթարկվել Դուբայում գտնվող երկու թաքստոցներ, առաջինում թաքնված էր ավելի քան 400 ամերիկացի զինվոր, երկրորդում ավելի քան 100, նրանց հասցվել է շատ մեծ վնաս։ Դրանից քիչ առաջ Զոլֆաղարին պատմել էր, որ Իրանը ոչնչացրել է լիցքավորող ինքնաթիռ Սաուդյան Արաբիայի Պրինց Սուլթան ավիաբազայում, 12 ամերիկացի վիրավորվել է։ Այսինքն եմիրություններ, Սաուդյան Արաբիա։ Իրանցի պաշտոնյան նաև հստակեցրել է, որ հարվածի տակ է հայտնվել Օմանի Սալալա նահանգստում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի աջակցության նավը։ Այսինքն ցանկացած երկրի հարված եք հասցնելու։ Այսինքն ամերիկյան բազաները ոչ թե այդ երկրի անվտանգությունն ապահովեցին, ամերիկյան բազաները այդ երկրները դարձրեցին թիրախ։ Մի հատ հրթիռ և տուրիզմը վերացավ, մի հատ հրթիռ անշարժ գույքի գները հավասարվեց գետնին, ո՞նց եք անելու։ Այսինքն այս երկրներն էլ պետք է որոշեն, բայց իրանց արածն ինչ էր։ Հույսները դրեցին Ամերիկային, որ ներքաշվեն այս պրոբլեմների մեջ։ Իսկ հիմա արդեն իրանք էլ ունեն իրենց դժգոհությունը, դրանից էլ նեղվում է Ամերիկայի Միացյալ Նահանգները, հասկանալով, որ ոնց թե այս կարող է մեր աջակցությունը լավ չեք գնահատում, դրան էլ եթե հասցնեն կանադառնալ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Սաուդյան Արաբիայի թագավորությանը, նրանք շատ օգտակար են եղել ինձ համար, ի տարբերություն ՆԱՏՕ-ի։ Դա նրանց վրա շատ թանկ կարժենա, դե ՆԱՏՕ-ին նկատի ունի։ Մենք համաձայնեցինք Սաուդյան Արաբիային վաճառել F-35-եր, կարծում եմ Թուրքիան իրեն հիանալի է դրսևորել, նրանք չեն միջամտել, ինչի վերաբերել խնդրել էին։ Հիմա տեսնում եք, Թուրքիայից էլ ագո, իսկ բայց հեչ պետք չի, որ Թուրքիայի դերակատարությունը մեծանա այս ամեն ինչի մեջ։ Մանավանդ երբ որ տեսնի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներին չհաջողվեց տարածաշրջանում նրա ներկայացվածությունը ապահովի։ Անիմաստեղը Թուրքիայի դերակատարությունն է մեծանում, Թրամփն էլ ժեստեր է անում Թուրքիային։ Ենթադրում եմ, մենք փոխել ենք ռեժիմը, ի նկատի ունի Իրանում։ Մենք շարքից հանել ենք Իրանի հրթիռային կայանքների 97%-ը։
Մեզ մնացել է 3554 թիրախ եւ բավականին արագ կզբաղվենք դրանցով։ Հաջորդը Կուբան է։ Եթե սա ռազմական գործողություն է, ինձ որևէ թույլտվություն պետք չէ, եթե սա պատերազմ է, մեզ անհրաժեշտ է կոնգրեսի հաստատումը։ Ահա թե ինչու ես դա անվանում եմ ռազմական գործողություն։ Այսինքն ինքը համարում է, որ իր ասելով է։ Այսինքն եթե դու ասեիր բան ենք անում, նարդի ենք խաղում, ուրեմն պետք է կոնգրեսը չքվյար համաձայնություն չտար, որովհետև դե եթե Իրանի հետ նարդի ես խաղում, ով պետք է քեզ համաձայնություն տա։ Այսինքն ձեր հայտարարելով է։ Այդ պատերազմ ասածը բնութագրական ունի, չէ՞, դա ռազմական գործողություն է, հատուկ ռազմական գործողություն է, դե պատերազմ է։ Ինչքան է տևողությունը, ինչպիսի ներգրավվածություն կա, որի պարագայում արդեն բախվելու ես այդ ամեն ինչին։ Կարծում եմ դատելով ՆԱՏՕ-ի գործողություններից մենք պարտադիր չէ, որ մասնակցենք ՆԱՏՕ-ի նիստերին։ Հնչում է որպես սենսացիոն լուր, այդպես չէ, բայց դա փաստ է, ասել է Թրամփը։ Այսինքն ինքը կորցնում է Չինաստան, Ռուսաստանը էլ չի հաջողում հարցերը նորմալ լուծել, այսինքն մի մոմենտ ճնշում է մի հարցով ուզում է հետը լավը լինի, բայց եթե տեսնի, որ արդեն չի ստացվում, խնդիրը չի լուծում գլոբալ առումով, ինքը ստիպված ալնել Ռուսաստանի հետ, որտեղ Ռուսաստանը ասեցի, որ միանալու է մյուսներին։ Այդ դեպքում Ռուսաստանը ուժեղանալու է։ Բա ոնց է հետո նրա վրա ճնշում գործադրելու։ Իրանի զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչ բրիգադային գեներալ Աբոլֆազլ Չեքարչին հայտարարել է, որ իր երկիրը պայմաններ է առաջադրել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ մղվող պատերազմը դադարեցնելու համար։ Իրանը հզոր է և հաղթանակներ է տանում մարտի դաշտում, իսկ պատերազմի ավարտի պայմանները թելադրում են հենց հաղթող կողմը։ Իսլամական Իրանի թշնամիները ստիպված կլինեն հաշվի նստել դրա հետ։ Չեքարչին դիմել է նաև իր երկրի հակառակորդներին։ Դուք հասկացաք Իրանի զինված ուժերի և մեծ ազգի ուժը։ Ձեր համար լավ կլինի ուշքի գալ, ձերբազատվել պատրանքներից, հեռու մնալ ձեր հոլիվուդյան խորհրդատուներից և ընդունել ճշմարտությունը, ասել է գեներալ Չեքարչին։ Այսինքն հիմա տեսնում եք, որ արդեն ասում է, որ մենք ենք պայմաններ դնում խաղաղության գնալու, ոչ թե Ամերիկան։ Հիմա Ամերիկան ինչ ուզում է ասի, այս է արդյունքները։ Իսկ մենք շատ ենք ուրախ, որ Ամերիկան ագրեսիվ ձևով մտնի Իրան, հետո սուսուփուս պայմանագիր կնքի հետ գնա։ Ներողություն։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է. ԱՄՆ-ի ցամաքային գործողությունը Իրանում Միացյալ Նահանգներին կսպառնա նույն հետևանքներով, ինչ Վիետնամի հակամարտությունը, որից ԱՄՆ չկարողացավ արժանապատիվ ելք գտնել։ Նման ցամաքային գործողության մեջ մտնելն Ամերիկայի Միացյալ Նահանգներից այնքան հեռու սպառնում է մոտարապես նույն հետևանքով, ինչ տեղի ունեցավ Վիետնամում, երբ Վաշինգտոնը միջամտեց 1000 մղոն հեռավորության վրա գտնվող օտար երկրներում, 10 տարի շարունակ չկարողացավ արժանապատիվ ելք գտնել այդ հակամարտությունից, ընդգծել է Մեդվեդևը։ Մեդվեդևը հավելել է, որ Իրանում ԱՄՆ-ի ցամաքային գործողության իրականացման դեպքում ճակատագրական հետևանքներ կունենա տարածաշրջանի և հակամարտության բոլոր կողմերի համար։ Իհարկե Միացյալ Նահանգները նաև ցամաքային զորքեր է կուտակում, այնուամենայնիվ հանկարծակի գործողություն կատարելու, բայց իրոք դրա վտանգը բավական մեծ է։ Ու երբ որ Մեդվեդևը հիմա բացատրում է, որ Վիետնամի փորձը հիշեք, մի հատ ինքն էլ պետք է հիշի, էլի, որ բա Աֆղանստանի փորձն էլ ձեզ ենք հիշացնում։ Վիետնամը, այո, 55 թվականից 75 թվականը Ամերիկայի Միացյալ Նահանգները Վիետնամում կռվեց, շատ խայտառակ ձևով թողեց դուրս եկավ, արդյունքում ինքը ուղղակի ոչինչ մի բանի էլ չհասավ, նույնիսկ արգելված զենքեր օգտագործեց, բայց ոչ մի բանի չհասավ, դուրս գալով Վիետնամից դուրս եկավ նաև Կամբոջայից, կոնգրեսը որոշեց դադարեցնել Կամբոջայի օգնությունը, հենց ընդեղից դուրս եկան Կամբոջայում Պոլ Պոտն ու Յանգ Սարին դրեցին կարմիր քմերները, դրեցին մոտ մինչև 3 միլիոն մարդ սպանեցին, որովհետև արդեն ձեռքու ոտները ազատվել էր։ Այսինքն շատ լուրջ խնդիրներ առաջացրեց, բայց ինչա 10 տարի չկռվեց խորհրդային միությունը Աֆղանստանում 1979-ից 89 թվական խայտառակ եղած դուրս չեկավ։ Մեդվեդև, բա որ հիշում ես Ուկրաինային չի մտակ, այս 5-րդ տարին եք մտել։ Դուք ո՞նց եք պատկերացնում դրա տակից դուրս գալը։ Ուրիշի օրինակը ցույց տալը հեշտ է, բայց մեր գործը հեշտ է, երկուսի օրինակն է, կարանք ցույց տանք։
Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն մի օր առաջ էլ Մեդվեդևի ասը նա էր, ասել դրա համար դա էլ ձեզ ներկայացնեմ։ Հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է ևս մեկ Վիետնամի հետ առերեսվել, եթե որոշի ցամաքային զորքեր ուղարկել Իրան։ Պարզապես նայեք, թե ինչ տեղի ունեցավ Վիետնամում, ամերիկացի զինվորներին կարող է սպասվել նույն ճակատագիրը։ Նրանք հասկանում են, որ նրանք, ովքեր իրենց ներքաշել են այս պատերազմի մեջ, կարող են նաև ներքաշել մի ճահճի մեջ, որից դուրս գալ չի լինի։ Իրանը պատրաստ է մարտական գործողություններ վարել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի, եւ այս պահին կենտրոնացված չէ դիվանագիտական լուծումների վրա։ Օրերս Վիետնամի օրինակը բերում են Իրանից, այսօր էլ Վիետնամի օրինակը բերում է Ռուսաստանը, բայց ոնց որ տեսնում եք, ոչ մեկը այդ ուրիշի օրինակից դաս չի քաղում, թե արդյունքում ինչա ստացվելու։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաժողովի ժամանակ պարզեցել է Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի հաղթանակով։ 47 տարի շարունակ Իրանը Մերձավոր Արևելքում հայտնի է եղել որպես խուլիգան, բայց նա այլևս խուլիգան չէ, նրանք փախուստի մեջ են, ասել է Թրամփը։ Որտեղ է փախնելուց բռնել, տենաս, որտեղ է բռնել, էլի ինձ հետաքրքիր է, կամ որ կողմի վրա են փախնում, մի հատ իմանանք։ ԱՄՆ նախագահը կրկնել է, որ եթե Միացյալ Նահանգները դուրս չմղեին Իրանին, ապա այդ երկիրն արդեն 2-ից 4 շաբաթվա ընթացքում միջուկային զենք կունենար։ Հարց է ծագում, 12 օրյա պատերազմի ժամանակ դուք ասի կնենց հարվածներ ենք հարցրել, որ վերջ, մոռացեք միջուկային զենքը։ Եթե մոռանում եք դա, թարսի պես հիշողությունից լավ ենք։ Հիշում ենք, թե այն ժամանակ ինչ էիք ասում։ Ձեր ասելով բավական երկար ժամանակ Իրանը ընդհանրապես մոռանար միջուկային զենքը։ Ու եթե հանկարծ բախտը փորձեր որևէ միտեղ փորձեր շարունակեր, շատ ուժեղ հարված կստանար։ Այսինքն ինքը չի կարողացել շարունակի, որովհետև հարված կստանար ավելի շուտ։ Եթե հարվածը հիմա է ստացել, ուրեմն դա նշանակում է մինչև այդ ոչ մի բան էլ չի արել։ Եթե մինչև այդ ոչ մի բան չարել, բա ոնց է 2-ից 4 շաբաթ մնում ռում ստանալու համար։ Մարդիկ էլ են հասկանում, լավ, հիմա դա ասում է, հոտ չի ասում մեզ համար, դա ասում է, որ կոնգրեսին համոզի, որ այս պատերազմը անխուսափելի էր։ Նրանք դա կօգտագործեին ձեր, ի նկատի ունի Սաուդյան Արաբիային, թե ինչի պետք է օգտագործեին միջուկային զենքը, չգիտեմ, Սաուդյան Արաբիայի դեմ, Իսրայելի եւ բոլոր մնացածի դեմ, ասել է Թրամփը դիմելով Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչներին։ Թրամփը նաև ենթադրել է, որ Սաուդյան Արաբիայի ղեկավարությունն իր երկրորդ վարչակազմի օրոք թերագնահատել է իրեն։ Նեղացել է երևի, էլի որ մտածել է, որ կարողա տեղը չեն բերում ինքը ով է։ Վերջերս մենք միասին էինք եւ նա նայեց ինձ ու ասաց. «Գիտես, սա զարմանալի է, ընդամենը 1 տարի առաջ դուք մեռած երկիր էիք»։ Մարդ, որը իր երկրի մասին խոսա որպես մեռած երկիր, ու այդ երկրի նախագահն է ինքը։ Եթե նույնիսկ ուզում ասենք Բայդենին քննադատի, բայց քո երկրին այդքան արժեզրկող մարդուն ո՞նց են այդ երկրի ղեկավարը ընտրել, ժողովուրդ, ես չեմ հասկանում։ Այս մարդու որակները հոնոր չի ջրի երեսեք է։ Այսինքն այս մարդու որակները Երևանում մենք գիտեինք, խոսում էինք այդ մասին մինչև ընտրությունները։ Մեռած երկիր եք, իսկ հիմա աշխարհի ամենաթեժ երկիրն եք։ Նա չէր կարծում, որ դա տեղի կունենա, ասել է ԱՄՆ նախագահը նկատի ունենալով Սալման թագավորի եւ թագաժառանգ Մոհամմեդ բեն Սալմանի հետ ունեցած իր մասնավոր հանդիպումները։ Այնուհետև Թրամփը փոխել է տոնը կոպիտ արտահայտվելով երկրի ղեկավարների հասցեին։ Նա չէր կարծում, թե ստիպված կլինի համբուրել հետույքս։ Կանգնած այդ երկրի ներկայացուցիչների ներկայությամբ իրանց թագավորի ու թագաժառանգի հասցեին ասում։ Իրականում նա դա չէր անում։ Նա կարծում էր, որ ես կլինեմ հերթական անհաջողակ ամերիկյան նախագահը, որի երկիրը գնում է դեպի կործանում, բայց հիմա նա պետք է բարյացկամ լինի իմ նկատմամբ։ Ասեք նրան, որ բարի լինի իմ հանդեպ, դիմել է Թրամփը ներկաներին։ Ինչ եք կարծում, Սաուդյան Արաբիան իր համար եզրակացություն պետք է չանի, որ եթե սոված մեռնելուս լինենք, պետք է Թրամփից պոկվենք։ Իրան հարգող մարդը, այս մարդու հետ գործընկեր կլինի, ժողովուրդը, նույնիսկ եթե տեղը շատ նեղա։ Այս մարդը մարդ պետք է ուղարկի Իրանի մոտ, ասի եկեք պայմանավորվենք, ազատվենք այդ մարդուց, էլի։ Այս կողմերը չերևա։ Մանավանդ որ իր պատճառով եք մենք կռվի մեջ հայտնվել։ Ժողովուրդ, բոլոր քայլերն անում, ամբողջ աշխարհին իր դեմ հանելու, ես չեմ կարող հասկանամ։ Եվրոպան հիմա ում հետ ասեք առևտուր չի անում։ Լատինական Ամերիկա, Կանադա, Ավստրալիա,
Չինաստան, Հնդկաստան պայմանագրերը որ կնքում է բոլորի հետ հարաբերությունները լավացնելու, ազատ գոտի ստեղծելու, առանց մաքսի առևտուր անելու հետ կապված։ Որովհետև Ամերիկայից դժգոհ է։ Քո ամենասերտ բարեկամներին, որ քո արևով էին երդվում, ասում են մեծ աղբեր, այն նրանց էլ նեղացրեցիր։ Իսկ հիմա, այն որ մթամարդեն վերջացրել է Իրանը, հիմա էլ ասում է հաջորդը Կուբան է, չէ՞ լսեցիք։ Ու այսինքն այս խառը ժամանակ հենց դրա կարիքներ, որ պետք է անպայման Կուբայի մասին այսօր նորից հիշա։ Ախր օրեր առաջ Կուբայի մասին խոսացել է, լավ ջանդամ կասեին օրեր առաջ դեռ էս խառը վիճակի մեջ չէ, դեռ ինքը տենց վերելքի վրա էր։ Էդ էլ հիշացնեմ, որպեսզի պատկերացնեք, որ մտքից դա չի հանել։ Լավ, ոնց որ կարողա չհասցնեմ այդ Կուբայի թեման կարդամ, որովհետև արդեն ժամանակս շատ բան չանեմ, ուղղակի գեզես ամեն ինչը նաև ասում եմ ինչի համար, ժողովուրդ ջան, որ տեսեք, երբ որ ես խոսում եմ նաև համակարգային առումով որոշում կայացնելը, մի օրինակ ես պարբերաբար բերում եմ մի հատ էլ հիշացնեմ։ Մարդու իրավունքների պաշտպանի օմբուդսմենի ինստիտուտը Շվեդիան ստեղծել է 1809 թվականին։ Բայց 1809 թվականին Ֆինլանդիան հայտնվեց ցարական Ռուսաստանի կազմում։ Ցարական Ռուսաստանի կազմում հարևան երկու պետությունը իրար հետ ընդհանուր պատմություն ունեցող պետությունը 1919 թվականին նոր մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտ ստեղծել։ Ինչի, որտեղ մինչև 18 թվականը խորհրդային ցարական Ռուսաստանի կազմում էր։ Հեղափոխությունից հետո անկախություն տվեցին Ֆինլանդիային։ Հեղափոխությունից հետո առաջի գործը 19 թվին հայտարարել է Ֆինլանդիան որպես հանրապետություն, 19 թվին ստեղծել է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտ։ 110 տարվա տարբերությամբ հարևան երկրի հետ։ Որովհետև ինքը խորհրդային միության ցարական Ռուսաստանի ազդեցության տակ էր, ընդեղից մարդու իրավունքներ։ Ճորտատիրական կարգերը 1861 թվին է վերացել, նրանք 1809 թվին ոնց էին դառնալու օմբուդսմենի ինստիտուտ ստեղծեն։ Սա ձեզ ցուցիչ է։ Եթե մենք այդ ընտանիքի անդամ չենք, հարյուրամյակով կարող է հետ ելնենք մեր շուրջ կատարվող իրադարձություն։ Եթե հանկարծ մեզ փորձեն համոզել, որ դուք պետք է մնաք այս տարածաշրջանում, վարեք ռեգիոնալ քաղաքականություն եւ բոլոր հարցերը համաձայնեցնեք Թուրքիայի, Ադրբեջանի ու Իրանի հետ, Հայաստանը որպես պետություն ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի, ոչ Իրանի հետ ընդհանուր վեկտոր չունի զարգացման։ Կարող է որպես հարևաններ լավ լինի, բայց զարգացման վեկտորը լրիվ ուրիշ ուղղության վրա է։ Այսինքն պատկերացրեք, թե ինչ է նշանակում ճիշտ ընտրություն կատարել, համակարգային ընտրություն կատարել, գաղափարական ընտրություն կատարել։ Դե ինչ, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։